Պարոն Նավասարդյան, ինչպես կանվանեք հոգևորականություն, իշխանություն, առճակատման ներկայիս փուլը եւ որքանով կապ կա այս ամենը ադրբեջանական, թուրքական պահանջների հետ։ Դուք այդպիսի կապ տեսնում եք իշխանությունների կողմից նախաձեռնված գործողություններում։ Չեմ բացառում, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում կան որոշակի ակնկալիքներ, որպեսզի այն ազգային ինստիտուտները հանրային, որոնք գործում են Հայաստանում, հնարավորինս թույլ լինեն, բայց դա չի կարծում եմ հիմնական պատճառը տեղի ունեցածի, հիմնական պատճառը դա իշխող քաղաքական ուժի կողմից իշխանության համախմբման նպատակն է եւ այդ նպատակը ենթադրում է, որ Հայաստանում որևէ այլ բացի կառավարությունից եւ նրա քաղաքական ղեկավարությունից չլինի որևէ կարևոր եւ ազդեցիկ եւ համբավ ունեցող կառույց։ Լինի դա եկեղեցին, լինի դա, ասենք, մեծահարուստ բարերարները, թե լինեն դրանք, չգիտեմ, մտավորականության շրջանակները, որոնք ունեն ազդեցություն հանրային կարծիքի վրա, ամեն ինչ փորձում են կենտրոնացնել իրենց ձեռքում եւ ավելի հեշտ կառավարելի դարձնել ամբողջ երկիրը եւ հասարակությունը։ Դա չի նշանակում, որ խնդիրներ չկան տարբեր կառույցներում, այդ թվում նաեւ եկեղեցական, բայց այսօր, երբ մենք ձեզ հետ խոսում ենք ավելի լուրջ մարտահրավերների մասին, հիմնականում արտաքին, այս փուլում առճակատում եւ նոր ռազմաճակատեր բացել Հայաստանում դա երևի լավագույն լուծումը չէ եւ միայն խորհրդարանական ընտրությունների հետ կապված եւ համապատասխան քաղաքական պլանների հետ կապված գործողությունները չպետք է գերիշխող դառնան այլ խնդիրների լուծման գործընթացի նկատմամբ։ Եվ դա միանշանակ ապակայունացնող երևույթ է, այն ինչ որ մենք տեսնում ենք կառավարության եւ եկեղեցու միջև հարաբերություններում այսօր, ես կարծում եմ, որ մեր քաղաքական իշխանությունները պետք է փորձեին երկխոսության միջոցով լուծել բոլոր հարցերը եւ եթե մենք կարողանում ենք լեզու գտնել մեր հակառակորդների հետ, ինչպիսին են Ադրբեջանը, Թուրքիան, բայց չեն կարողանում երկրի ներսում գտնել համերաշխության կամ համախմբման հնարավորություն, դա բոլորովին չի նպաստում նրան, որ մենք համապատասխան հարգանքի արժանանանք եւ նորմալ հարաբերություններ հաստատենք անգամ այդ նույն նշված Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ի վերջո, ինչպես ես իմ գրառումից մեկում Facebook-ում գրել եմ, ընտրություններից հետո էլ կյանք կա։ Եվ եթե մենք ընտրություններից, ասենք, դուրս գանք քաղաքացիական պայմանագրի հաղթանակով, սակայն պառակտված հասարակությամբ, մենք այդ ընտրություններից հետո բարդ խնդիրների լուծման ճանապարհը հաստատ չենք գտնի եւ ստիպված կլինենք ընդունել այն խաղի կանոնները, որը թելադրվում է հակառակ կողմերից, լինի դա Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, թե որևէ այլ պետություն։ Այս պահին Հայաստան պետությունը որպես ժողովրդավար պետություն, ինչպիսի ժողովրդավարություն է ապրում։ Այս հարցը երբ տալիս եմ տարբեր վերլուծաբանների, ասում են ժողովրդավարությունը ունի պաշտպանության կարիք եւ ձեզ չթվա, որ եվրոպական երկրներում իշխանությունները, եթե անհրաժեշտություն է առաջանում, այսպիսի գործողությունների չեն դիմում։ Միջազգային կառույցները, հանրությունը, որը Հայաստանը համարում է ժողովրդավար, իհարկե այդ բառի հարաբերական իմաստով, հիմա ինչու չկա նաեւ արձագանք այս ամենին։ Թե կա մենք տեղյակ Ինչ Կատուդեք միջազգային կառույցների արձագանք։ Այո, այս պահին Հայաստանում ընթացող իրավիճակին։ Նախ ես կարծում եմ բոլոր բանական մարդիկ հասկանում են, որ
ժողովրդավարության պաշտպանելը ոչ ժողովրդավարական եւ ոչ օրինական միջոցներով դա լավագույն լուծումը չէ։ Բնականաբար բարդ իրավիճակներում կարող են լինել որոշակի շեղումներ, հա, ժողովրդավարության եւ ազատությունների սկզբունքներից, երբ իրոք արտակարգ իրավիճակներ են եւ երկիրը կամ նրա ինստիտուտները պաշտպանության կարիք ունեն։ Բայց եթե այդ գործողությունները բերում են, որպեսզի ժողովրդավարական ինստիտուտները եւ օրենքի գերակայությունը խախտվում է, ապա պաշտպանելուց հետո մենք կարող է ուղղակի չունենանք այն, ինչ պիտի պաշտպանենք, հա, այսինքն ինքը ժողովրդավարությունը որպես սկզբունք այլևս ունակ չի լինելու ֆունկցիոնալ լինել։ Եվ հենց այդպիսի վտանգի առաջ կարծում եմ այսօր կանգնած է Հայաստանը, երբ իբրև թե պաշտպանելով ժողովրդավարությունը եւ միգուցե անգամ համոզված լինելով, որ պաշտպանում ես ժողովրդավարությունը, դու հակառակը քանդում ես այդ ժողովրդավարության հիմքերը, մանավանդ որ Հայաստանում դրանք երբեք չեն եղել շատ հզոր, հա։ Մենք ունեցել ենք, կայացել է Հայաստանում էլեկտորալ ժողովրդավարություն վերջի տարիների ընթացքում, այսինքն կարելի ասել, որ ընտրությունները արտացոլում էին իրոք հասարակության պատկերացումները, ինչպիսի ղեկավարություն պետք է ունենան, սակայն անգամ այդ էլեկտորալ ժողովրդավարության ինստիտուտը կարող է հեշտությամբ կորսվել, եթե շարունակենք արհամարհել օրենքը եւ իրավական սկզբունքները։ Դա շատ նուրբ հարց է, մանավանդ որ այլ ժողովրդավարական ինստիտուտներ Հայաստանում չեն ձևավորվել եւ չեն ամրապնդվել։ Ի վերջո ժողովրդավարությունը դա նշանակում է, որ պետք է որոշումների կայացման գործընթացը լինի ներառական։ Եթե դու դա չես ապահովել, իսկ Հայաստանում դա չի ապահովել, մենք տեսնում ենք, որ շատ կարևոր հարցեր կարող են լուծվել ընդամենը մեկ անձի կամքով կամ շատ նեղ խմբի կամքով եւ հասարակության մնացած մասի կարծիքը բացարձակապես ոչ մեկին չի հետաքրում եւ չկա էլ մեխանիզմ, որպեսզի հասարակական կարծիքը ուսումնասիրվի եւ հաշվի առնվի։ Եվ դա խոսում է նրա մասին, որ իրական ֆունկցիոնալ ժողովրդավարությունը Հայաստանում չի կայացել։ Այո, կրկնում եմ, մենք ունեինք մի քանի ընտրություններ, որոնք կարելի է ասել, որ ձևավորել են էլեկտորալ ժողովրդավարություն Հայաստանում, մենք ունենք որոշակի ազատություն, այդ թվում խոսքի ազատություն, բայց դա դեռ բավարար չէ, որպեսզի մենք խոսենք կայուն կայացած ժողովրդավարության մասին եւ դա այն կարգի ժողովրդավարությունը, որ ունենք մենք, շատ խոցելի է եւ զգույշ քայլերով առանց հաշվի առնելով ինստիտուտների կարևորությունը, տարբեր ինստիտուտների հանրային կարևորությունը, շատ հեշտ է անգամ այդ թույլ ժողովրդավարությունը վերացնել ընդհանրապես եւ ունենալ պետություն, որտեղ կան բռնապետական դրսևորումներ։ Հիմա միջազգային հանրության արձագանք կամ կուզեք միջազգային կառույցներ, օրինակ խորհրդարանում գտնվող ընդդիմադիր խմբակցությունները քաղբանտարկյալների հարցով լսումներ իրականացրեցին։ Ակնհայտ է, որ նրանց ելույթների մեսիջը ուղղված էր հենց այդ կառույցներին, միջազգային հանրությանը։ Ինչու չունենք դատապարտող հայտարարություններ, երբ հոգևորականները կալանավորվում են, ձերբակալվում են, այնտեղ ունեն գործարար, փաստաբան, հաղորդավարներ։ Այո, ի վերջո ես կարծում եմ, որ արտաքին տարբեր միջազգային կառույցների միջամտությունը լինում է արդյունավետ այն դեպքում, եթե հասարակությունը ինքը ունի դիմադրողականություն։ Եթե հասարակությունը դիմադրողականություն չունի, ապա արտաքին ուժերը հիմնականում հետևելու են առաջին հերթին աշխարհաքաղաքական շահերին, եւ դա է ինչ մենք տեսնում ենք։ Այո, նրանք տեսնում են վտանգներ, որ Հայաստանում իշխանության կարող են գալ այնպիսի ուժեր, որոնք անգամ մտադրությունների մեջ չունեն ժողովրդավարություն կառուցելու, հա, օրակարգ, եւ եթե Հայաստանի հասարակությունը չի գտնում
արդեն եղած ներկա իշխանությունների կողմից իրականացվող ոչ ունելի գործողություններ, եթե հասարակությունը չի կարողանում դա դիմադրել, սպասել, որ դա մեր փոխարեն անելու են դրսից, դա միամտություն է։ Նրանք հիմնականում դիտարկելու են իրական ռեսուրսը Հայաստանում դառնալու ժողովրդավարական եւ ներառական ժողովրդավարություն ունենալու հեռանկարներին եւ եթե այդ հեռանկարները չեն տեսնում, կրկնում եմ, առաջին հերթին ղեկավարվելու են աշխարհաքաղաքական հարցերով եւ հիմնական խնդիրը Հայաստանում կարծում եմ հենց այդ ներքին դիմադրողականության բացակայությունն է։ Մենք տեսնում ենք, որքանով թույլ է այսօր իրավապաշտպան համայնքը Հայաստանում, որը բավականին կայացած էր, ասենք 10-15 տարի առաջ։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ, որոնք այսօր իշխանական քաղաքական ուժի մաս են կազմում կամ աջակցում են նրանց, չեն կարողանում քննադատական խոսք ասել եւ ընդամենը ենթարկվում են այդ վերևից գալացող միտումներին եւ փորձում են ամեն ինչ բացատրել, ամեն ինչ արդարացնել փոքր բացառություններով։ Հիմա ես տեսնում եմ որոշ փորձեր ավելի սկզբունքային դիրքերից հանդես գալու, բայց բավականին առայժմ երկչոտ են այդ փորձերը եւ ես կարծում եմ, որ համախմբում իրականում ժողովրդավարական ուժերի Հայաստանում անհրաժեշտ է եւ դա միայն օգտակար կլինի մեր պետականության համար։ Չգիտեմ որքանով մենք կարող ենք հույս ունենալ, որ այդպիսի ժողովրդավարական համախմբում տեղի է ունենալու, մանավանդ որ այդ ժողովրդավարական համախմբման հետ կապված է նաև այսպես ասենք պրոեվրոպական, եվրոպամետ շարժումները, բայց այստեղ կա ինչ-որ խզում եւ ոչ միշտ Եվրոպայի հետ, Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման կողմնակիցները հանդես են գալիս հենց ժողովրդավարական սկզբունքայնության դիրքերից։ Դա բավականին բարդ վիճակում է մեր հասարակական քաղաքական կյանքը այսօր եւ մնում է հուսալ, որ առայժմ ներուժը երկիրը տանել զուտ ժողովրդավարական եւ օրենքի գերակայության ճանապարհով դեռ չեն կորցրել։ Ամփոփելով, պարոն Նավասարդյան, մենք իհարկե դուք ձեր խոսքում անդրադարձաք իշխանության նպատակներին եւ որոնցով պայմանավորված են գործողությունները հոգեվորականների դեմ, ամեն դեպքում ասել, որ Գարեգին Բ-ն, նրան աջակցող եպիսկոպոսներ, այսինքն այդ բարձրաստիճան հոգեվորականները, բարեվարքության, բարոյական կերպարի առումով անխոցելի են, դրա համար էլ չգնացին իշխանությունների հետ երկխոսության, որովհետեւ իշխանությունը ակնարկներ ամեն դեպքում արեց մինչև կոնկրետ գործողությունների դիմելը։ Նրանք անխոցելի էին դրա համար չուզեցին համագործակցության եզրեր գտնել։ Ոչ, իհարկե, մենք շատ լավ գիտենք, որ շատ խոցելի է եւ բավականին անառողջ դրսեւորումներ կան մեր եկեղեցում, բայց եթե փորձենք վերլուծել, իսկ ինչու է դա այդպես, միակ պատասխանը կարող է լինել, որ հասարակությունը եւ եկեղեցու մոտ կանգնած անգամ մեր հանրության սեգմենտը բավականին հանդուրժող են այդ երևույթների նկատմամբ։ Այսինքն այն ամբողջը, ինչ անընդունելի էր եկեղեցում, չէր արժանանում քննադատության, այո, կամ կոնկրետ արհամարհական վերաբերմունք ցույց տար, որ դա մեզ համար ընդունելի չէ, որ մենք չենք ցանկանում այդպիսի եկեղեցի ունենալ եւ եթե մարդիկ իմանալով ամեն ինչ շարունակում էին առնել, ասենք, գնել մոմեր, ես ամենապարզ օրինակն եմ բերում, որը իմ տեսած, ես տասնյակ երկրներում եմ եղել, նաև հիմնականում քրիստոնյա երկրներում այդպիսի անորակ մոմեր, կներեք, որ ես շատ կենցաղային եւ փոքր հարցին եմ անդրադառնում, այդպիսի անորակ մոմեր, ինչպիսին Հայաստանում են, ոչ միտեղ չեմ տեսել։ Հա, եւ մենք դա հանդուրժում էինք, շարունակում է այդ մոմերը առնել, ոչ մի բան չասելով, իսկ ինչու է դա այդպես, ինչու այդ մոմը չի կարողանում 2 րոպե նորմալ ուղիղ
ասենք կանգնել եւ վառվել։ Հա, եթե մենք շարունակում ենք գումարներ տալ այն եկեղեցականներին տարբեր հարաբերություններ իրականացնելու համար, իմանալով, որ այդ գումարները, ասենք, ոչ արդարացված ձևով անընդհատ աճում են եւ պարզ չէ որտեղ են ի վերջո ծախսվում։ Եվ խնդիրը հենց այդ հանդուրժողական մեջ էր եւ նույնպիսի հանդուրժողականություն կներեք մենք կարող ենք ունենալ նաեւ այլ հանրային ինստիտուտների նկատմամբ եւ ես խոսեցի նրա մասին, որ չկա դիմադրողականություն նաեւ այսօրվա իշխանությունների կողմից ապօրինի քայլեր իրականացնելու տեսակետից։ Շատ լավ, իսկ հոգևորականները, պարոն Նավասարդյան, ներեցեք, որ ընդհատում եմ, իսկ հոգևորականները իրենք ինչու են գնում այս առճակատմանը, արդյոք գործակալներ են, ինչպես հայտարարում է Հայաստանի վարչապետը։ Առճակատման գնում են, քանի որ գտնում են, որ կարող են պաշտպանվել առանց փոխվելու։ Առանց բարեփոխվելու, իրենք գտնում են, որ կարող են պահպանել եկեղեցու ինստիտուտը այնպիսին, ինչպիսին այն կար վերջի տարիներին, դա իրենց ձեռնտու են եւ նրանք համարում են, որ հասարակության այդ հանդուրժող մասը իրենց ամեն դեպքում աջակցելու է, թեև աջակցում են ավելի շատ այն պատճառով, որտեվ դեմ են, որպիսի պետությունը խառնվի եկեղեցու գործերի մեջ։ Դա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք այսօր քննադատում են իշխանություններին այնպիսի գործողությունների համար, ինչպիսին մենք ականատես եկանք Գյումրիում, դա չի նշանակում, որ մենք չենք հասկանում, որ եկեղեցին խնդրեմ ունի, որ այնտեղ էլ առողջացման գործընթաց պետք է ունենա։ Եվ եթե պետությունը ցանկանում է նպաստել այդ առողջացման գործընթացից, առաջին հերթին պետք է սկսի հենց պետական ինստիտուտներից, որտեղ մենք ոչ պակաս խնդիրներ ենք տեսնում, հա, բայց ես չեմ հիշում, որ որևէ քայլ կատարվի, որպեսզի այն անընդունելի մթնոլորտը, որը տիրում է Հայաստանի խորհրդարանում, դրա նկատմամբ որևէ գործողություններ կամ որևէ գործընթաց սկսվի։ Դուք սկսեք խորհրդարանից այն բոլոր բարևարկության հետ որևէ կապ չունեցող դրսևորումները, որպեսզի չլինեն, եւ շատ դեպքերում այդ դրսևորումների պատճառները եւ հեղինակները հենց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն են։ Եթե դուք կարողանաք խորհրդարանի հարցը լուծել հարցը մի շարք այլ պետական կառույցների, որոնք կամ անարդյունավետ են, կամ կրկին ինչ որ սկզբունքներ են խախտում, միգուցե դա կազդի նաեւ եկեղեցու վրա եւ կազդի նաեւ հանրության վերաբերմունքի նկատմամբ անընդունելի երևույթների նկատմամբ։ Մի խոսքով սխալ տեղից են կարծում եմ սկսել մեր իշխանության ներկայացուցիչները։